տանք միջև վերևները ասենք որոշեն մեր ճակատագիր։ Մեր ճակատագիր որոշողը մենք ենք, ոչ թե վերևները։ Այդ ուզում եմ տեղեկացնեմ հարգարժան կառավարությանը, որ մենք ենք տերը մեր երկրի, ոչ թե դուք ընդամենը կատարողներ եք, ովքեր այսօր ոտնահարում են այսքան մարդկանց իրավունքները։ Մենք այստեղից չենք գնալու հարգարժան կառավարություն, չենք գնալու այնքան, մինչև ձեր խոսքի տերը չլինեք ու չասեք վաղը որ ժամին են գալիս ու հստակ մեզ պատասխանում եք, թե երբ են բացվում մեր հիմնարկությունները։ Նման բան չեն անում են ժողովրդի հետ, ձեզ ինչ կա հով կոնդիցիոներներով սիրո սենյակներում փռված նստած եք, իսկ մենք ստեղ արևի տակ պատրաստ ենք ժամերով մնալ, մինչև մեր ձայնը կլսվի։ Խնդրում եմ ոչ մեկ ոչ միտեղ չգնա, բոլորս մնում ենք այստեղ, պարոն Համլետ Նազարյան, ես գիտեմ, որ տղամարդու խոսքը դա շատ կարևոր է, երբ որ մարդը խոսք է տալիս, որ կասի, մարդը պետքա պահի իր խոստումը, ես իմ կին հալով ավելի տղամարդ եմ այդ առումով, չի կարելի անընդհատ ես փորձել ցրել մեր ցույցերը, չի կարելի նման ձևով պահել։ Հարգարժան կառավարություն, այդ վերևներ, որ ասում են, չգիտեմ ով է այդ վերևները, դա պարոն Փաշինյանն է, թե Իրանից ցածր օղակն է, ես չգիտեմ, թող ինչ որ մեկը իջնի այստեղ ու պատասխանի մեր հարցերին, երբ են բացվելու մեր ապօրինի փակված հիմնարկությունները, նման բան չեն անում։ Եկեք բոլորով գոչենք, բացեք մեր հիմնարկությունները, չի կարելի մարդկանց կյանքերի հետ նման ձևով խաղալ։ Բացեք, 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 մի մարդու պես բոլորս մնում ենք այստեղ ժողովրդյան, մինչև հասկանանք ինչ է լինում, բայց նորից եմ կրկնում, պետք լինի մինչև առավոտ կմնանք այստեղ, բայց մեր հիմնարկությունները րոպե առաջ պետք է բացվեն։ Դե բաբոս, թե իրանք ով սենյակներից ոչ են իջնել դուրեք։ Չէ, ուսերիք սաղը սարմին, հավաքսակետ այսպես դրերից եմ կոմարդ իջնի։ Ոդան հավաքման սաղսն է, ընդեղ էլ ինքը վարճականն է։ Դան հավաքում է թեք դրերի ոծերը չիք տղը։ Լեզու բաշմեկ պատասման չի տալու պատասման։ Ո՞րդ է քալեցը։ Երեխեք ջան, եկեք բոլորով գնանք դռների մոտ ու այնքան պահենք այդ դռների, այնքան կանգնենք այդ դռների մոտ, մինչև վերևներից, այդ ոնց որ ասում եմ, վերևներից ինչ որ մեկը իջնի ներքև։ Ներքևներից ոչ մեկի չենք ընդունելու, մենակ վերևներից հստակ ինչ որ հարց լուծող մարդ է մեզ պետք, ոչ թե մեզ գժի տեղ դնող։ Համեցեք, խնդրում եմ այս մուտքի մոտ։ Խնդրում ենք կառավարության վերևներից ինչ-որ մեկը իջնի պատասխանի մեր հարցերին, երբ է բացվելու մեր հիմնարկությունները։ Մենք այստեղից ոչ միտեղ չենք գնալու, մինչև ինչ-որ մեկը պատասխանատու անձ, ոչ թե ինչ-որ ընդունարանի ղեկավար, այլ պատասխանատու անձ չիջնի ներքև և չպատասխանի այսքան ժողովրդի հուզող հարցին, երբ են բացվելու իրենց աշխատատեղերը։ Մենք այստեղից ոչ միտեղ չենք գնալու, խնդրում եմ ժողովուրդ ջան, բոլորը եկեք այս կողմի վրա, բոլոր մուլտիկոնցերնի աշխատակիցներ, համեցեք այստեղ, սա բոլորիս հարցն է, սա մենակ իմ հարցը չի, կամ մյուսի հարցը չի, սա բոլորիս հարցն է, ոտնահարում են մեր իրավունքները, թույլ չենք տալու, որևիցե մեկը ոտնահարի մեր իրավունքները, թույլ չենք տալու։ Սկաղան մենք բարձրանանք բոլորովս, ինքը իրենք չեն ուզում արևի տակ իջնել։
ով կլինի ներկայացուցիչ։ Երկրորդ միամիտ է։ Абսолютно, իրանք Իմ հարգելի գոլեգաներ, մի բան էլ ասեմ, ոչ մեկը մի վախեցեք ձեր խոսքը բարձրաձայնելուց։ Այդ ինձանից խորհուրդ բոլորին, որովհետև լրացնել չի կարելի, չեն կարա։ Այն մարդը, ով հստակ գիտի իր անելիքները, երբեք նրան չեն կարող լրացնել։ Ուզում եմ հիշեցնեմ, հեռավոր 2018 թվին, երբ որ Նիկոլ Փաշինյանի շարժումն էր սկսվում, ես այդ ժամանակ ամենաառաջին օրերից ես ներկա եմ եղել այնտեղ ու իրանք այնքան փոքրիկ խմբակով էին, մոտ մի 50 հոգի, մի 3 հատ վրան էին օպերայի մոտ գնում, բայց ինչ արեցին, վաղ թե ուշ ամբողջ հրապարակը հեղեղվեց ժողովրդով, դրա համար ուզում եմ պարոն Փաշինյանին հիշեցնել, մի հատ հետ տվեք են կադրերը 2018 թվի ու նայեք տեսեք ինչ եք, ինչ դառնաք ու հիմա մենք ինչ ենք ու ինչ կարանք դառնանք։ Ես ոչ մի պարագայում հեղափոխության ինչ-որ արտահայտություններ չեմ անում, ես պահանջում եմ իմ իրավունքները չոտնահարվեն, համ իմ կոլեգաների։ Խնդրում եմ հարգելիներս, մոտեցեք ես դրան մոտ, ծառերի տակից եկեք եստեղ, ժողովուրդ ջան։ Պետք է այս մարդիկ վերջի վերջո հասկանան, որ չի կարա 500, 600, 1000 ու ավել մարդկանց թողնել անգործ, չի կարելի։ Մեր տնտեսությունն է սրանից տուժում, մենք են տուժում, մեր ընտանիքներն են տուժում, բոլորն են տուժում սրանից։ Իմ հարկերով վճարվում է ոստիկանի աշխատավարձ, կառավարության աշխատավարձ, իմ հարկերով վճարվում է կառավարության ցանկացած աշխատակցի պարգևավճար։ Հետևաբար ես ձեզանից ոչ մի բան չեմ ուզում։ Ուզում եմ ընդհանրապես բացվեն մեր հիմնարկությունները, գնանք Ախպեջան, մենք մեր համար աշխատենք, ձեզանից էլ հեռու մնանք։ Եկեք ժողովուրդ ջան, եկեք այս կողմի վրա, ծառերի տակից, եկեք այս կողմ։ Որ ձեզ խնդրեմ